վաղ ես որոշեմ գնալ Արցախ ու չեմ կարող այդ որոշումը կայացնել։ Դա արդեն իսկ ամենածանր, այսպես հարվածն է, որ բոլորս ունեցել։ Արցախը Հայաստանին կշիռ է տալիս, առանց Արցախի հայ ժողովուրդը աստիճանաբար վերածվել է ոչինչ քաղաքական իմաստ։ Ցերեկը Հայաստանում են, գիշերը մտքով երազների մեջ Արցախում։ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր եղել է, որովհետև Արցախում եւ Սյունիքում ապրել են հայեր։ Չին հայրենանվերները նրանք են, ովքեր որ նահատակվել են հանուն հայրենի։ Պարոն Զաքարյան, ձեր հարցազրույցները շատ են ու գրեթե բոլորը քաղաքական թեմաներով են։ Այսօր Արցախի մասին ու Արցախի շուրջ ենք զրուցելու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, եւ կարծում եմ, որ Արցախը որևէ կերպ չի կարա դուրս մնա մեր ժողովրդի եւ հատկապես արցախահայության խոսքից, մտքից, առօրյայից, դա բացառված է եւ ընդհանրապես քաղաքականության մեջ չէ միայն, կենցաղում էլ երբեք չի կարելի դա թույլ տալ, հատկապես որ այսօրվա աշխարհում տեղեկատվական պատերազմների պարագայում շատ արագ են փոխվում թեմաները, շատ հեշտ է փոխհատուցան տալ, բայց Արցախյան թեման, Արցախյան օրակարգը երբեք մոռացության չի տրվելու, որովհետև դա մեր երկրի, մեր ժողովրդի պատմության, կենսագրության անբաժանելի մասն է։ Ինչպիսի հարաբերություններ ունեիք Արցախի հետ։ Ինչպիսին բոլոր արցախցիները, արցախահայերը։ Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Արցախում, մանկությունս անցել Արցախում։ Առաջին անգամ սկսել եմ խոսել եմ բարբառով, արցախյան բարբառով։ Հետո բոլոր ամառային արձակուրդներս անց են կացվել Արցախում։ Հետո ծառայություն Արցախում։ Մեծ թաղերում, որտեղ իմ եւ հայրական եւ մայրական օջախներն են։ Հետո ծառայություն Արցախում, առաջին պաշտպանական շրջանի գումարտակներից մեկում, սկզբում գումարտակի փոխհրամանատար, հետո հրամանատար, ուսումնական գումարտակ Արցախի հետ ու մինչև վերջին պահն էլ, մինչև այսպես կոչված հայրենազրկումը, որի թիվ 1 մեղավորը մենք ենք, մեր իշխանություն կոչվածները, ուրիշ ոչ մեկ էս պատմության մեջ մեղ չունի, այստեղ բացառիկ դավաճանություն, դավադրություններ են։ Սա մենք համարենք որպես դասեր, որից մենք անպայման պետք է հետևություններ անենք։ Ինչ վերաբերում է Արցախի մասով, ապա մենք ինքներս պետք է այսօր որևէ կերպ այսպես ասած մեզ համարենք այլևս նկատի ունեմ բոլոր արցախահայերին տեղահանված կամ տեղափոխված մարդ, որը գտել է իր նոր բնակավայրը, որը հարմարվում է իր նոր բնակավայրին, որ իր մտքից կամաց հանում Արցախը կամ անհանում։ Դրա համար էլ ասում ենք Արցախի ժամանակավոր կորստի հետ, մանավանդ արցախցիները չեն համակերպում։ Դուք ինչպես եք մեղմում ցավը, հոգու ցավը ամենաանտանելին է։ Իմ համար իհարկե համեմատելի չի մյուս հայրենակիցների հետ, որովհետև այնուամենայնիվ իմ այսպես ասած ծննդավայրը, աշխատանքի վայրը, կրթության վայրը եւ ամենօրյա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում Երևանում է եղել։ Համար հոգեբանորեն ես երբեք չեմ կարող համեմատել բոլոր այն հայրենակիցների հետ, ովքեր որ Արցախից են անմիջապես տեղահանվել, բայց այնուամենայնիվ այն միտքը, որ վաղ ես որոշեմ գնալ Արցախ ու չեմ կարող այդ որոշումը կայացնել, դա արդեն իսկ ամենածանր, այսպես հարվածն է, որ բոլորս ունեցել են։ Բայց նորից եմ ասում, այս ամենից պետք է դասեր քաղել։ Դասեր, շատ ծանր դասեր, հետևություններ անել, որովհետև եթե Արցախից դասեր չքաղենք, մի օր էլ Հայաստանի քաղաքացիներն են ինչ-որ մի երկրում այստեղ հավաքվելու
եւ պատմելու ասելու ինչ հիշողություններ ունեք Երևանից կամ ինչ հիշողություններ ունեք Արտաշատից։ Սա մեր ժողովրդի համար ծանր դաս է, չի կարելի դավաճաններին վստահել իշխանություն։ Հետևում եմ ձեզ սոցիալական ցանցերում, ձեր գրեթե ամեն գրառման մեջ Արցախը կա։ Ցավից են ծնվում այդ տողերը, թե որպես քաղաքագետ եք կարևորում Արցախի մասին անընդհատ բարձրաձայնելը։ Երբ որ Արցախը կար, էլի մեր քաղաքական օրակարգում Արցախն էր, այնպես որ ասել, որ դա այնպես հոգեբանական գրառումներ են կամ էմոցիոնալ գրառումներ են, այդպես չի։ Արցախը նախ եւ առաջ մեր քաղաքական օրակարգի Հայաստանի Հանրապետության ընդհանուր հայ ժողովրդի այս անկախության ժամանակահատվածի ամենակարևոր ձեռքբերումներ քաղաքական իմաստով Արցախը Հայաստանին կշիռ էր տալիս, Արցախի հարցը հայ ժողովրդին դեմք էր տալիս, իմաստ էր տալիս, քաղաքական դերակատարություն էր տալիս։ Առանց Արցախի հայ ժողովուրդը աստիճանաբար վերածվել է ոչնչի քաղաքական իմաստով։ Դրա համար Արցախյան հարցը միշտ պետք է լինի մեր օրակարգում։ Այդ առումով ես վստահ եմ, որ մենք գա ժամանակ կգտնենք դաշնակիցներ դրսում, որոնք որ անպայման քաղաքական իմաստով, ռազմավարական իմաստով, ռեսուրսների իմաստով մեզ հնարավորություն կտան նորից լրջորեն մտածել Արցախ վերադառնալու մասին եւ ոչ միայն վերադառնալ Ադրբեջանի դերոշի տակ, նման բան չի լինելու, այլ վերադառնալ տիրոջ իրավունքով։ Ձեր գրառումներում երանությամբ եք հիշում հաղթանակած բանակում ծառայելու տարիները։ Լավ օրերը, լավ հիշողությունները շատ են։ Շատ, մեր բանակի հետ շատ են լավ հիշողությունները։ Ես իմիջիայլոց ասեմ, որպես պաշտպանության փոխնախարար այդքան չեմ կարոտում բանակը, ինչքան որպես գումարտակի պայմանատարի տեղակալ, շատ երիտասարդ ժամանակահատվածում նոր հաղթանակից դուրս եկած հազար ու մի պրոբլեմ ունեցող մեր զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը, բայց այնուամենայնիվ հազարավոր պրոբլեմների մեջ հիմա շատերն ասում են սնունդ կամ չգիտեմ ինչ, 90-ականների սկզբին ընդհանրապես սնունդ հասկացությունը նույնիսկ ասենք, եթե 3 օրը մեկ հաց էր ստանում, գումարտակը դա համարում էր, բայց ոգին այնքան բարձր էր, մարտական, հաղթական եւ այնքան կարևորում էր բանակը իր առաքելությունը մեր ժողովրդի պատմության մեջ, որ ոչ մի պրոբլեմ, այսպես ասած, աչքին չէր երևում, պատրաստ էր այդ հազարավոր պրոբլեմների մեջ իր բոլոր խնդիրները լուծել, որովհետեւ բանակը կազմավորվեց նաեւ հազարավոր մեր հերոս հայորդիների հերոսական պատմության այդ ամբողջ ճանապարհին փառավոր մարտական ուղիների վրա բանակը ինքն իրեն վերածնեց, վերաիմաստավորեց անկախության հետ միասին, բանակը հենց ստեղծվեց Արցախյան պատերազմի եւ Արցախյան հաղթանակի հետ միասին, գոյամարտի հետ միասին, հայի ինքնության պահպանման հետ միասին, բանակը դարավ այդ բոլոր կարևորագույն աստվածային ձեռքբերումների թիվ 1 երաշխավորն ու կատարող, հետևաբար այդ բանակը չէր կարող ոգի չունենար, ուժ չունենար, իմաստ չունենար, նպատակ չունենար։ Հետագայում տարբեր տիպի շերեփուկներ, թափթփուկներ սկսեցին վայրահաչոցները բանակի հասցեին են աշճանի, որ կարելի ասել լուրջ սեպ խրեցին հասարակություն բանակ հարաբերությունների մեջ։ Իհարկե բանակը էլի ուներ իր խնդիրներ, իր տերությունները, որը մեկը չի ասում, որ պետք է շղարշով ծածկել եւ դրա մասին չխոսել, բայց օտարացնել հասարակությունը բանակից, այսպես ասած, ինչ որ մի որոշ խմբի համարել թշնամացնել եւ այսօր այս իրավիճակում փորձել խոսել բանակից կամ բանակի ռեֆորմներից, այն մարդիկ, ովքեր որ այս բանակի ողնաշարը կոտրող են եղել, սա իհարկե ոչ մի հուսադրող եւ ոչ միտեղ տանող ճանապարհ է եւ դրա համար ենք մենք ասում, որ ցանկացած խնդիր սրանցից ազատվելու մեջ է։ Վերջին անգամ երբ եք Արցախում եղել։ 44-օրյա պատերազմից հետո վերջին անգամ Արցախում եղել եմ 22 թվականի նոյեմբեր ամսին։ Մեծ թաղեր գնալու հնարավորություն այլևս չկար։ Մեծ թաղեր նույնիսկ պատերազմի օրերին չհասցրեցի լինեմ, չկարողացա լինեմ։ Մեծ թաղերում վերջին անգամ եղել եմ 20 թվականի մարտին։
որոշակի նախաձեռնություններ էինք ստեղծել, որոշակի գաղափարներ, պրոյեկտներ կան, այդ ընկերները հաճախ այցելում էին այդ պրոյեկտներով 18 թվականից հետո, երբ որ արդեն թողել էինք պաշտոնը եւ ավելի շատ զբաղվում էինք որոշակի բիզնես նախագծերով, նաեւ Արցախում։ Իմ մոտ են տպավորությունները, որ ամեն օր Արցախում եմ, չնայած էլի հաճախակի գնում գալիս ենք, բայց ամեն օր էր կապը Արցախի հետ։ Եվ այնպիսի տպավորություններ, որ ամեն օր ընտեղ եմ, ամեն օր մեծ թաղերում եմ ու ամեն օր ինչ-որ մի խնդրով զբաղված։ Հիմա էլ ոնց որ ասում են, արցախցիները ցերեկը Հայաստանում են, գիշերը մտքով երազների մեջ Արցախում։ Կարծում եմ, որ այդ ժամանակավոր երևույթը մի օր իրականություն կդառնա, ժամանակավոր բացակայությունը կամ անհնարինությունը մի օր կդառնա պարզ իրականություն։ Եվ մենք հնարավորություն կունենանք նորից Արցախում արդեն վերաիմաստավորել, վերարժևորել Արցախը։ Որտեղ սա աններելի է։ Սա առաջին հերթին արցախցիների համար է աններելի, այս իրավիճակը, երկրորդ հերթին ամբողջ հայ ժողովրդի համար, որտեղ սա սպառնալիք է հայ ժողովրդի։ Եթե արցախցին չմտածի Արցախ վերադառնալու մասին, Հայաստանում ապրող մեր հայրենակիցները արժանանալու են Արցախի ճակատագրին։ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր եղել է, որովհետև Արցախում եւ Սյունիքում ապրել են հայեր։ Արցախում եւ Սյունիքում մենք ունենում ենք խնդիր, Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին գոյություն չի ունենալ։ Այնտեղ ստեղծել են գյուղատնտեսական բավականին հետաքրքիր գաղափարներ, մոտ 4.5 հեկտար այգի էինք դրել ընկույզի իտալական եւ ստեղծել ենք նաեւ տոհմային անասնապահական ֆերմա մսի արտադրության համար եւ բոլոր կենտրոններ բերել ենք Եվրոմիությունից, եվրոպական։ Անով բավական երկարաժամկետի համար ծրագրեր ունենք, պլաններ ունենք եւ նաեւ Արցախի կառավարության հետ էինք համագործակցում, միջոցները ամբողջությամբ Հայաստանից էր եւ նաեւ Սփյուռքից ներգրաված բավականին ինքը Արցախի գյուղատնտեսական ընդհանուր քարտեզի մեջ ժամանակի ընթացքում շատ արագ լավ տեղեր զբաղեցնելու նաեւ դառնալու էր մյուս ֆերմերային տնտեսությունների համար սնուցող օղակ, բայց ցավոք այդ գաղափարները իրենք դրա մասին նույնիսկ ես չեմ էլ մտածում։ Ընդհանրապես չեմ էլ հավատացեք, չեմ էլ ոնց որ ասած աչքից չի էլ գալիս դա։ Նյութական Ես կորուստը։ ավելի շատ մտածում իշխանագետի կորստի մասին, Քիրսի, Վանքսարի, Գրչավանքի, քան մնացած բաների մասին։ Շատ ահռելի մեծ կորուստ է եւ բարոյական, եւ քաղաքական, եւ ռազմավարական, եւ մարդկային իմաստով, եւ մշակութային հոգեվոր իմաստով։ Այդ տնտեսական կորուստները վերականգնող բաներ են դրանք։ Էական չի։ Քաղաքականությամբ վաղուց եք զբաղվում։ Ինչը կարող էր ստիպել երիտասարդին ընտրել այդ ուղին։ Արցախյան շարժումը 80-ականների վերջին, որպես նաև հայ ժողովրդի վերածնունդի շարժում, շատ երիտասարդների ուսանողների ստիպեց նաև արդեն քաղաքական ճանապարհ փնտրել։ Իմ համար դժվար էր կողմնորոշվել, թե քաղաքական այն ճանապարհը, որտեղ որ արցախյան հարցը, անդավաճան հարցը լինելու, որը կարող է լինել, քիչ էին իհարկե այդ ուժերը, եւ այդպես հնարավոր դարձավ քաղաքական կոնկրետ գործունեություն իրականացնել, որքանով հաջողված, որքանով չհաջողված, դա դեռևս բարդ հասել, որտեղ քաղաքականության համար քաղաքականությունը չի ավարտվում, հա, ինչպես ասում են, քաղաքական գործչի համար գործունեությունն ավարտվում է նրա մահվամբ եւ ես կարծում եմ, որ առաջիկայում, ապագայում նաեւ հնարավոր կլինի Հայաստան վերադարձնել ազգային օրակարգերը։ Այդ թվում նաեւ դեպի Արցախ վերադարձի օրակարգը, որը առաջի քայլն է։ Եվ ձեր բարերով միշտ սարսափելու աստիճան վախեցել եք դիլետանտներից, որոնք
հայրենանվեր գործով են աշխատանքով են զբաղվում եւ պրոֆեսիոնալներից, որոնք ի վնաս երկրի են գործում։ Հիմա ինչից եք վախենում։ Հենց նույնից, էլի, որովհետեւ դիլետանտը, որ զբաղվում է շատ կարևոր գործով, դա նույն բանն է, որ նռնակը տաս կապիկին, հա։ Ցանկացած պահին կարող է շատ ծանր հետևանքներ լինել։ Եվ նույնը, որ պրոֆեսիոնալները զբաղվում են վնասահարությամբ։ Այսինքն գործում են ի վնաս, ի օգուտ հակառակորդի, օգուտ թշնամուի վնաս քեզ։ Որտեւ նրանք այնքան պրոֆեսիոնալ ձևով դա կարող են իրականացնել, ու շատերը կմտածեն, որ սրանք հայրենասերներ են։ Այնպես ինչպես եղավ այս պարագայում, մինչև այսօր մեր ժողովրդի մեջ կան որոշակի հատված, որոնք մոլորված են, իրենց թվում է, թե սրանք այսքան աղետից, այսքան ողբերգություններից եւ ավիրատություններից հետո էլի մտածում են, որ հեսա մի լավ բան անելու են։ Այս դրանից էլ պետք է վախենալ։ Մեր ժամանակ էլ կային դիլետանտներ, բայց դրանք շատ արագ, այսպես ասած, դուրս էին մղվում այդ գործունեությունից։ Հաճախ եմ լսում անհայրենիքների պատճառով հայրենիք կորցրիք։ Իսկ ինչու հայրենասերների, հայրենանվերների շնորհիվ չկարողացանք պահպանել մեր հայրենիքը։ Անհայրենիքներն ավելի շատ են։ Հայրենանվերների շնորհիվ ենք հենց պահպանել հայրենիքը, ձեռք բերել նախ։ Առաջին հայրենանվերները նրանք են, ովքեր որ նահատակվել են հանուն հայրենիքի։ Հայրենանվերները նրանք են, ովքեր որ քաղաքականության մեջ մինչև վերջ սկզբունքորեն կանգնել են իրենց հայացքների, իրենց գաղափարների, իրենց ծրագրերի համար։ Հայրենանվերները նրանք են, ովքեր որ պրոֆեսիոնալ մակարդակում Գուցե շատ չեն խոսում հայրենասիրությունից, բայց պրոֆեսիոնալ մակարդակում շատ լավ պատկերացնում են, թե ինչպես է պետք լուծել պետության առջև ծառացած խնդիրները եւ յուրաքանչյուրը իր տեղում իր խնդիրը լուծում է։ Այսինքն շատ, այսպես ասած, բազմաշերտ եւ բազմաբովանդակ բացատրություն ունի հայրենասիրությունը իմ պատկերացմամբ։ Իսկ նրանք ովքեր որ անհայրենիք են, նրանց համար կա շատ պարզ բանաձև, հա, այ ժողովուրդը դրանց մասին ասում է, որտեղ հաց այնտեղ կաց։ Այսինքն որտեղից իրանց վճարում են եւ պատվիրում են, նրանք պատրաստ են ծառայել ընդհանուր մինչեւ թշնամը։ Հիմա անհայրենիքներն ավելի շատ են։ Անհայրենիքները ոչ թե ավելի շատ են, անհայրենիքները այսօր հայրենիքը կառավարելու իրավունք են ստացել։ Տիրապետում են բոլոր մեխանիզմներին։ Տիրապետում են բոլոր մեխանիզմներին, ընդ որում ամենաընդունելից սկսած մինչև ամենածայրահեղ գործողություններ։ Անհայրենիքների կառավարման պարագայում միայն հնարավոր կլներ թույլ տալ, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվի Ստեփանակերտում եւ մինչև այսօր էլ գտնվի Բաքվի բանտում։ Ինչը դժվար էր մի փոքրիկ հատուկ նշանակության ջոկատով էր հնարավոր այդ խնդիրը լուծել։ Եթե այստեղ անհայրենիքներ չլինեին Հայաստանի իշխանության ղեկին։ Ասում փոքրիկ հատուկ նշանակության ջոկատով էր հնարավոր այդ խնդիրը լուծել։ Տարիներ առաջ մի հարցազրույցի ժամանակ ձեզ հարցրել են ինչի համար եք ափսոսում, ասել եք, որ ժամանակի կորստի։ Ափսոսում եք, որ ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել կամ հետ տալ։ Նույն հարցին հիմա նույն պատասխանը կտայիք։ Այո, ժամանակի կորուստը։ Ես նաև ափսոսում եմ, որ այս 6 տարին հայ ժողովրդի պատմության մեջ կորսյալ ժամանակ։ Այս 6.5 տարիները որտեղ ունեցավ։ Մենք նույնիսկ Արցախյան պատերազմից հետո ենք ժամանակ կորցրել։ Եթե դրանից հետո հնարավոր է նոր իշխանապողություն անել, ժողովուրդը այդքան շրջահայաց լիներ, նոր իշխանապողություն աներ եւ բերեր նորմալ իշխանության։ Մենք Արցախի հարցում ենք այսօր Հադրութում Շուշիում արդեն հայկական նորից վերածնունդ կունենային։ Մենք ենք որոշում, մենք ենք ոնց որ ասած մեր ճակատագրի տերը, որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես էթնիկ միավոր։ Կկայացնենք ճիշտ որոշում, կունենանք մեր ուզած պատկերը։ Չենք կայացնի ճիշտ որոշում, կափսոսանք ամեն ինչի համար, որ ժամանակին չենք արել, կորցրել ենք ժամանակը, կորցրել ենք հնարավորությունը եւ մնացած բանը։ Եթե ժամանակը հետ տալու հնար լիներ, հա, եթե հետ տալու հնար լիներ, ես մինչև 88 թվական հետ տպայի։ Եթե իմ ձեռքում լիներ եւ հնարավոր լիներ։ Եվ նույն ձևով չէիք ապրի։ Նախ ինձնից սկսած շատ բաներ կփոխեի։
Եթե ես դրա իրավունք ունենայի եւ հնարավորություն։ Բայց ցավոք դրանք իհարկե միստիկա է, դա իրականություն չի, մենք բարձ իրականությանը պետք է հաշվի նստենք եւ շարժվենք սառը մտքով, տաք սրտով, ինչպես ասում են, եւ ունենանք հստակ ճանապարհ, հստակ նպատակ, որին պետք է անպայման հասնել ամեն գնով։ Հայաստանի Հանրապետության եւ ճանաչված Արցախի Հանրապետության երկքաղաքացիություն ունեցող անձ։ Ձեր ապագան այսպես եք պատկերացնում։ Այո։ Երազանքի ճանապարհին կորցրինք Արցախը։ Հայաստանը ձեր խոսքով կործանման եզրին է։ Նշանակում է ապագա չկա։ Չէ, գիտեք, հետաքրքիր բան կա, իմ կյանքում միշտ տենց ա եղել։ Այն շատ կարևոր հարցերի մեջ, որը որ ես շատ եմ ցանկացել որ դա լինի, ինչ որ մի պահի դա կարծես թե փշրվել է, բայց հետո իրականություն է դառնում։ Ընդ որում շատ ավելի լավ տեսքով, քան կարելի էր պատկերացնել։ Հուսանք սա էլ այդպես կլինի։ Բայց մտածել եմ, որ լավ, երևի թե նպատակը ճիշտ չէր դրած կամ ցանկությունը այնպեսին չէր կամ իմ համար էլ անհասանելի, բայց հետո դա դառել է այսպես ասած, պարզ իրականություն։ Այնպես որ, ինչպես ասում եք, հուսանք, որ այստեղ էլ հուսախաբ չենք լինի։ Աշխարհը շատ կարևոր փոփոխությունների մեջ է, կարելի ասել տեկտոնական, ռեգիոնալ, նաև փոփոխությունների մեջ է եւ ինչքան կան սպառնալիքներ, կան նաև այդքան հնարավորություններ եւ դրանցից պետք է օգտվել։ Իսկ այդ հարցը լուծելու համար առաջին հերթին պետք է փոխել Հայաստանի իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի փոխել օրակարգը, որպեսզի հնարավոր լինի փոխել ուղղությունը պետության, նպատակները ճիշտ ձևակերպել, այնպեսի նպատակ ձևակերպել, որից հայ ժողովուրդը շահի, հայ մարդը շահի, ոչ թե խաբված, ամեն օր խաբված, ամեն օր նոր հույս, նոր մոլորություն, նոր ձախողում եւ նոր սխալ ճանապարհ։ Այս ամեն ինչից պետք է դուրս գալ։ Իսկ սա միայն խելացի ժողովուրդներն են կարողանում բարդ ժամանակներից դուրս գալ ճիշտ ճանապարհով։ Ինձ թվում է մեր ժողովուրդը շարունակում է մնալ խելացի ժողովուրդ։